շատ է։ Ու գիտեք, մեր ծառերը բուզակի հասեմ ու խատու են։ Ինչ է նշանակում խատու։ Ինչ է խատու։ Որ բերք հատան։ Այո, պտուկներ են մաճում։ Այստեղ ծիրանի ծառեր են, ծիրանենիներ են։ Աճում է ինչ։ Ծիրան։ Իսկ դուք գիտեք, որ այս ծառերը այսպես սովորողներ են տնկելու, դուք էլ եք տնկելու ժամանակի ընթացքում։ Այս շատերը արդեն ավարտել են մեր դպրոցը, մայր դպրոց են գնացել, բայց մենք ծիրանը քաղում ենք, ուտում ենք ու իրենց ասում ենք շնորհակալություն, որ դուք տնկել եք, խնամել եք։ Այ կգա ժամանակ ձեզ են շնորհակալ լինելու, որ դուք մեր բնությունը խնամել եք, ծառեր եք աճեցրել։ Պայմանավորվում ենք, որ մենք էլ եք ծառեր տնկելու դպրոցում։ Այո։ Այդ տեսնում եք, եթե նկատեցիք, այնտեղ է լողավազան կան, նկատել եք լողավազան։ Այո։ Դա փոքրիկների համար է, բայց դուք արդեն բավականին մեծացել եք և այդ լողավազանից չեք կարող օգտվել։ Ձեզ համար էլ էստեղ մեկ այլ լողավազան է, այստեղ լողալու ենք, միասին զվարճանանք։ Ես էլ եմ մտնելու ձեզ այդ ջուրը, չես մտնի դու։ Լավ, ես կմտնեմ, արեք իր լողազգեստը կտա, ինձ ես կմտնեմ, համաձայն ես։ Մտնելու ես մեր, շատ լավ է, հիանալի որոշում է։ Ամարվա շոկի լավագույն լուծումն է, չէ՞։ Դե միած ասում ենք բոլորս ջան, ջան։ Զայ մնախայար շատվա։ Դուք հիշում եք, քիչ առաջ ես ձեզ ինչ ասացի, որ մեր դպրոցում բոլորը աշխատում ենք իմ օգուտ դպրոցում, հավաքում ենք, խնամում ենք միջավայրում, աչք ենք բերում։ Գիտեք, մեր դպրոցի առանձնահատկություններից նաև այն է, որ մենք չենք սիրում ոչ մի բան դեն նետել։ Դա ձևափոխում ենք, վերափոխում ենք ու էլի օգտագործում։ Հիմա նայեք մեր ավտոբուսը։ Տեսնում ես ավտոբուսը։ Բայց որ սկսել է չաշխատել, դեն նետելու փոխարեն բերել ենք դպրոցի տակ, ու ձեզ ինչի է վերածվել այն։ Եկեք ենթադրենք, վրան նկարներ կա, ինչ կլինի ներսում։ Ով ինչ է պատկերացնում։ Նստարաններ կլինի մեջ ապրես, խոստանում եմ այս 3 օրերից որևէ մեկը մտնի։ Ահա հանդեսներ են լինելու, խաղասենյակ է, լավ է տրամաբարնում եք, տարով չես կարծում։ Ինչ կլինի։ Պատուհաններ կան, այո։ Նկարներ, ձեզ ինչ եք անում ներսում, ինչ եք անում ներսում, ավտոբուսը քշում եք, չէ, չի քշում, կարիացեք չի անում։ Սա կոչվում է թատրոն ավտոբուս։